Հայաստանը պարտվում է հիբրիդային պատերազմում։ Ցավոք սրտի պետք է փաստենք այն փաստը, որ Հայաստանը պարտվում է հիբրիդային պատերազմում, որը Հայաստանի դեմ վարում է չընտրված քայլառածների կառավարությունը։ Գրողը ընթանում է մի քանի ուղղություններով։ Անվտանգություն եւ բանակ։ Երբ որ բանակը կառավարում է նախկին դատված պատմաբանը եւ պարտված եւ դավաճանի հրամանները կատարած գեներալները, մենք ունենում ենք մանդարին եւ ելակ որպես նվաճում եւ մենք ունենք զավթած հողերը Հայաստանի, որը հանձնած են թշնամուն։ Տնտեսություն, էկոնոմիկա։ Հայաստանի Հանրապետությունը պարտվում է Թուրքիային եւ Ադրբեջանին իրանց նավթին, բենզինին եւ մեծ ծավալի լոբինգին։ Նույն ժամանակ Հայաստանի քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները ճկռում են տուրքերի, հավելյալ հարկերի եւ բռնաճնշումների տակ։ Սոցիալական ոլորտը, որտեղ կառավարում է ոզի տղեն, որը հայտարարում է, որ սոցիալական նպաստները ծնված երեխաների համար կրճատվել են դրա համար, որ մարդիկ փողի խաթր երեխա չունենան։ Կրթության ոլորտում տերտիրակալն է դառել Պետրոսի կինը, հայտնի թրքասեր Ժաննան, որը սրբագրում է Հայաստանի պատմությունը, սրբագրում է հայերի հիշողությունը, ի օգուտ իր թուրքական տերերի։ Մշակույթի գործիչները դառնում են կուր եւ լուռ սպասավոր այս ռեժիմի, սեկտանտ եւ իրավաբան, որը առաջ բրդեց պարտադիր բուժ ապահովագրություն բոլորի համար, որը ուղղակի ջարդեց համակարգը եւ նորից գանձում են քեզանից գումարը, որը այս կամ այլ կերպ գանձվում էր հարկերի տեսքով, հավելացրեց քո հարկային բեռը, հավելացրեց բեռը բյուջեի վրա, չփոխելով գրեթե ոչինչ։ Եվ դու ունես բացառիկ հնարավորություն թույլ չտաս, որ Հայաստանը պարտվի այդ հիբրիդային պատերազմում։